Ամարանտ բույսը տեսել են շատերը, բայց քչերը գիտեն դրա դրական հատկությունների մասին։ Ամարանտի յուղը պարունակում է մոտ 8% սկվալեն, որը բնական չհագեցած ածխաջրածին է եւ օժտված է հակաօքսիդային, հակաուռուցքային եւ հակաբորբոքային հատկություններով։ Սկվալենն օգտագործվում է կոսմետոլոգիայում եւ որոշ դեղերի արտադրության մեջ։ Կենսաքիմիայի ինստիտուտի գիտնականներն ուսումնասիրում են սկվալենի լյարդապաշտպանիչ հատկությունները։ Հետազոտել ենք ինչպես բույսը, այսինքն բույսի կանաձանգվածից ստացել ենք չորբյուրեղներ, որը քրոմատոգրաֆիական մեթոդներով բաժանել ենք տարբեր ֆրակցիաների, այդ ֆրակցիաներում որոշել ենք ֆլավոնոիդների, կումարիների եւ այլ կենսաբանական ակտիվ նյութերի քանակությունը, որոշել ենք բույսի հակաօքսիդանտ հատկությունները եւ բույսի սերմերից ստացել ենք յուղ։ Ստացված յուղը հետազոտել են, ապա օգտագործել լաբորատոր փորձերում։ Առնետների վրա նախ հարուցել են սուր հեպատիտ հիվանդությունը, ապա կենդանիներին կերակրել ամարանտի յուղով։ Հետազոտել ենք պարբերաբար կենդանիների արյան քիմիական կազմը եւ դիտվել է դինամիկա, բարելավել է լյարդի ֆերմենտների ցուցանիշները, իսկ փորձի վերջում արդեն կենդանիների լյարդի օրգանն ենք հետազոտել հիստոլոգիական հետազոտությամբ։ Փորձերում առնետների ընտրությունը պատահական չէ, ըստ գիտնականների դրանց լյարդի, բջջի կառուցվածքը, հիվանդությունների դրսևորումը գրեթե նույնն է, ինչ մարդու մոտ։ Դա թույլ է տվել մեզ հետագայում մեր փորձի տվյալները համահունչ դարձնել մարդու տվյալների հետ եւ արդեն դրա հիման վրա կարող ենք ավելի լիարժեք, ավելի, այսպես ասած, հաստատված արդյունքներով ներկայացնել եւ առաջարկել ստացված յուղանյութը որպես դեղամիջոց։ Գիտնականները համեմատել են նաև կենդանիների հիվանդ եւ արդեն առողջացած լյարդը, ստացել գույնի, տեսքի եւ հյուսվածքային դրական փոփոխություններ, հետազոտվել է նաև արյունը։ Լյարդի հետ կապված հիվանդությունների դիագնոստիկան շատ բարդ է, քանի որ կարող է տվյալները, ասենք, բոլոր լյարդի կոնկրետ հիվանդությունների դեպքում նույնը լինեն, բայց դու չկողմնորոշվես կոնկրետ որ հիվանդության հետ գործունես։ Այդ տեսանկյունից, եթե մենք կարողանանք ստանալ այնպիսի մի դեղամիջոց, որը ունիվերսալ կլինի լյարդի պաթոլոգիաների ժամանակ, բժիշկների գործը ինչ որ առումով մի քիչ կհեշտանա։ Հայ օգնության ֆոնդը գիտական նախագիծը ֆինանսավորել է 1 տարով, անսև դրամաշնորհային ծրագրով։ Գիտնականները բացի ամարանտից հետազոտել են նաև նռան տերևներ, համեմի սերմեր եւ մակլորա բույսը։ Արամ Արանդյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։